Ադրբեջանը, այդ նույն ջախջախված Ադրբեջանը հայտնվել է ճիշտ այն իրավիճակում, ինչ իրավիճակում հիմա որ գտնվում ենք մենք։ Այդ օրին հասցրել էր Ադրբեջանի նույն սպարապետ Վազգեն Սարգսյանը իր նվիրալների բանակով։ Այո, այստեղ պիտի մատնանշեմ նաև գեներալ Մանվել Գրիգորյանին։ Մենք չենք կարող ուրանալ, որ որպես դաշտային գեներալ Մանվել Գրիգորյանը եղել է անմրցելի, եւ որ այդ մարդու անունը լսելուց այդ Ադրբեջանը դողա ընկել։ Այդ մասին բոլորը գիտեք, չէ՞։ Հա, հասկանում ենք, Աստված հոգին լուսավորի, քաղաքային պայմաններում, քաղաքում, ինչ ասեմ, մի քիչ վտանգավոր էր իր ներկայությունը, բայց որպես դաշտային գեներալ նա եղել է բացառիկ եւ այդ մարդը ունի իր անուրանալի ավանդը հայրենի Արցախի ազատագրման, մեր հաղթանակների կերտման գործում, այդ հաղթանակները կերտելու ճանապարհին անուրանալի է Մանվել Գրիգորյանի ավանդը, ինչպես որ անուրանալի է մեր կողքին, հենց հիմա մեր կողքին ապրող, մեր կողքին քայլող լեգենդար հրամանատարի, բոլորս գիտենք, Արաբոյի Մանվելի, Մանվել Եղազարյանի սխրանքը եւ նրա ծավալած մարտական գործողությունները այդ նույն հայրենի Արցախում, իմ համար այո, միշտ հայրենի Արցախում։ Այդ մարդը լեգենդա, մեր կողքին քայլող լեգենդա։ Այդ մարդը հատուկ գործողություններ է իրականացրել նույն Արցախի տարածքում։ Այդ մարդը կարա վեր կենա ասի, որ խաղաղություն բերողներից առաջամարտիկն է եղել։ Արդեն մնացածի մասին էլ խոսեցի։ Այդ խաղաղությունը ադրբեջանցուն ազերուն պարտադրել է սպարապետը այս նվիրալների եւ այս լեգենդար հրամանատարների, լեգենդար ու հերոսական մեր տղաների շնորհիվ։ Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ունի խաղաղություն պարտադրելու հետ, Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ունի խաղաղություն բերելու հետ, ախր դուք բաներ եք ասում, որ իրականության հետ աղերս չունի։ Ռոբերտ Քոչարյանը, նրա թիմակիցները, Ռոբերտ Քոչարյանից հետո եկածները, Սերժ Սարգսյանի թիմակիցները եւ բոլորը վայելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի հաղթանակի դափնիները եւ հետո էլ այդ հաղթանակած սպարապետով երբ որ եկաք նշանակվեցիք երկրի ղեկավար, ոչ թե ընտրվեցիք, այլ նշանակվեցիք երկրի ղեկավար։ Հետագայում էլ թե ինչ եղավ, հետո ինչ եղավ, բոլորս տեսանք թե ինչ եղավ։